որ մարդիկ խոսում են կոռուպցիայի քիչ լինելու մասին, իրենք տեսնեն ինչ է կատարվում։ Ովքեր են առաջադրվել, պարոն Կարապետյան, տեխնացիաները կասեն։ Այս պայմանավորվածներից է, Պարոն Կարապետյան, գրեթե բոլոր անձնաժողովներին մասնակցելով նիստերին սիրով։ Կանխատեսել էիք այդ հանձնաժողովը, որտեղ դեպքում կանխատեսված է։ իսկ հնարավոր բանականներ են Շատ կառուցողական ու բարեվարկության դաշտ եք տեղափոխվել, առաջին փորձից Վարդևանյանը ընտրվեց, մենք հիշում ենք Իշխան Սաղաթելյանը 3-րդ փորձից էր ընտրվել, հետո ինչ եղավ, հիշում ենք, որ Արթուր Ղազինյանը 10-րդ փորձն էլ չօգնեց, որ պաշտպանության նույնիսկ 10-ից ավել փորձերը չօգնեցին, որպեսզի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ լիներ, այդ առումով ինչ կարող եք ասել, մի քիչ արագ տեղափոխվեցիք էլի, այսպես հաշտ համերաշտ դաշտ։ Լավ, պատասխանը այսպես տամ, նախորդ խորհրդարանը հայ հասարակության մեջ ուղղակի ամենաբացական ընկալվող խորհրդարն է եղել։ Եվ երբ գյուղերում հարցնում ենք, թե ինչն է պատճառը, ասում է, մեր կյանքից չեն խոսում են իրարից։ Դուք տեսնում եք, որ մեր հանդեպ դուրս են գալի անձնավորված հնարավոր է մեր հետ կապված խոսակցություն ունենալ։ Մենք բերում ենք, թեմաներից ենք խոսում, հողի վրա մարդկանց կյանքին ազդով։ Եվ թող մեր ժողովուրդը գնահատի, ով է աշխատանք կատարում հողի վրա, ժողովրդի կյանքը բարելավելու։ Պարոն Կարապետյան, մի կարճ հարց էլ, Էդգար Ղազարյանի հետ կապված ձեզ ասում են, որ առանձին դիտորոշումներ է խմբակցության գծում եք, հնարավոր է, որ Էդգար Ղազարյանը ամեն դեպքում ինքը ավելի սուր է, ավելի այսպես անգամ դիմելով դիմում քաղաքացիական պայմանագրին, դուք ո՞նց եք վերաբերում իր աշխատելավոճին, ընդունելի է ձեզ համար։ Պատգամավորները ունեն ազատություններ եւ այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որպեսզի ընդհանուր համակարգային բարեվարկության նորմերը պահեն, որպեսզի մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրած ազգային ժողովին։ Մենք փոփոխություն ենք բերել ազգային ժողով։ Չափավոր ազատություն ունեն ձեր ֆրակցիայում։ Այո, եւ մենք աշխատում ենք նրա վրա, որ սովորենք նոր խոսույթ ձևավորվի առանց վիրավորելու քննադատելը։ Առանց անձնավորված մարդու, այսինքն հնարավոր է աշխատանքը քննադատելը վիրավորի ինչ-որ մեկին, բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ Բայց եթե անձնավորված մարդուն են վիրավորում, մենք պետք է այդ որակական փոփոխությունը, ինչի համար մենք պայքարում ենք, բերենք ազգային ժողով առաջինը։ Այսինքն Կարապետյան նորմալ է համարում, որ Էդգար Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից երեք ունենալիս տվում է միայն ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին եւ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծի առաջիկայում խնդիրներ։ Նա ունի որոշակի ազատություններ, սակայն նաև ունի խմբակցությունից ելնելով սահմանափակող մարդկանց Պարոն Կարապետյան, չգիտեմ դուք այս հարցին պատասխանել եք թե չէ, բայց ո՞նց եք բացատրում այն, որ նախկինում ընդդիմադիրների փոխնախագահ Իվան Պաշտոնյանը մի քանի պապուկայից էր այսպես ասած լինում, իսկ ձեր դեպքում ասած միանգամից համաձայնեցին եւ առաջին իսկ փորձից ընտրեցին։ Սրա հետ կապված կան որոշակի տենց կասկածներ, բան դրա համար ուզում եմ հարատեք այդ կասկածները։ մոտեցումները ազգային ժողովը նախորդ ցույց տվեց, որ ամենավատ ռեյտինգով ազգային ժողովն է։ Այսինքն պատմականորեն վատ ազգային ժողով է եւ կարծում եմ իշխանությունները դրանից դաս կան։ Համաձայն եք դուք պատմականորեն ամենավատ ազգային ժողովն է։ Մենք հարցումներ կան դրա վերաբերյալ։ աշխատանքով ժողովրդի կյանքը բարելավելու Դուք էլ եք ընդդեմ։ ներողություն եմ Առաջիկայում ներկայացնեք որպես նախագիծ։ ներողություն եմ խնդրում։